Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով զրուցելու եմ միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թումասյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն էր հրապարակել, որում նշվում է, որ կան մտահոգություններ, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների վրա փորձում են ճնշումներ գործադրել, որոշ քաղաքական ուժերին ֆինանսական եւ այլ աջակցություն տրամադրելու համար Հայաստանում ընտրական գործընթացներին ընթառաջ եւ ներքին գործերի նախարարությունն արդեն իսկ դիմել է քննչական կոմիտե այս հայտարարության հետ կապված ձեր դիտարկումները որոնք են եւ ձեր դիտարկմամբ նաև որ քաղաքական ուժերին է ակնարկում։ Իհարկե պարզ է, որ խոսք է գնում Ռուսաստանի մասին եւ որ Ռուսաստանում փորձում են նաև ազդեցություն ունենալ մեր հայրենակիցների վրա, որոնք ապրում են այնտեղ, մի քանի նպատակով, առաջի հերթին, որ այնտեղ մեր հայրենակիցները աջակցեն ակնհայտ է ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի մասին եւ իր քաղաքական ուժի մասին է խոսքը, աջակցեն իրեն, ինչպես այս նախընտրական շրջանում, այդպես էլ կոնկրետ ընտրությունների ժամանակ, որ գան մեծ քանակով եւ մասնակցեն նաեւ ընտրություններում, ես շատ դրական եմ գնահատում արտաքին հետախուզության ծառայության այս տեղեկատվությունը, որը հաստատում է այն տարբեր պնդումները, որը նաեւ վերլուծական դաշտում մենք բոլորը ունենք, որ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, խոչընդոտում է արդար ընտրությունների գործընթացը, ներխուժում է գործընթացում հենց ընտրությունների եւ փաստացի փորձում է իր ազդեցությունը ունենալ։ Ես կարծում եմ սա հայկական հանրության համար նաեւ եւս մեկ անգամ պարզաբանում է, որ ընտրությունը այս կոնկրետ ընտրությունների ժամանակ լինելու է Հայաստանի եւ օտար պետության ներկայացուցիչների միջև, այսինքն ինքնիշխանության եւ ծայրագավառի կարգավիճակը, որի մասին բազում անգամ խոսվել է, ինչպես քաղաքացիական պայմանագիրն է դրա մասին խոսել, այդպես էլ կոնկրետ առաջնորդները տարբեր նկատի ունեն վարչապետ Փաշինյանին, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ուրիշ շատ բարձր պաշտոնյաներին, որ Հայաստանը նորից փորձում են դարձնել այսպիսի ծայրագավառի օրակարգ։ Ես կարծում եմ սա շատ վտանգավոր է, սա եւս մեկ անգամ հաստատում է, որ այդ ռուս օլիգարխի ծրագիրը արտաքին ծրագիր է եւ որ փորձելու են օգտագործել այն լծակները, որը ունի Ռուսաստանը, նկատի ունեմ ֆինանսական, տնտեսական, ուրիշ ազդեցություն եւ այլն, Կտրիչ Ներսիսյանի հետ կապված, այսինքն ամբողջությամբ որ ազդեն այս ընտրություններում։ Եվ այստեղ նաև կարևոր է ավելացնել իմ պատկերացումով, որ սա եւս մեկ անգամ բացահայտում է ընդհանուր առումով ամբողջ այս գործընթացը եւ գիտեք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ արևմուտքն է իբրև խանգարում Արևմտյան տերերը, այո, այս ընտրություններում, ես կարծում եմ սա եւս մեկ անգամ բացահայտում է, պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հաճախ է հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ եւ սա մեր հանրության աչքերում շատ բացասական է առհասարակ ընկալվում, համոզված եմ, եւ իր կողմից հիմա այսպիսի մշամտումը նաեւ ակնհայտ աջակցությունը ռուսական սցենարին, միևնույն ժամանակ արևմուտքին մեղադրելը, արևմուտքը այստեղ որևէ գործընթաց չի ծավալել, հակառակը ես ասեմ, որ հանրային պահանջ է եղել եւ ես էլ դա շատ անգամ բարձրաձայնել եմ, որ ռուս օլիգարխի առհասարակ մասնակցությունը ընտրություններում դեռ նույնիսկ փաստ չէ, որովհետեւ իշխով ասաց, որ անպայման պետք է ինքը գրանցվի այս ընտրություններում։ Սամվել Կարապետյանը բացի նրանից, որ Իվանիշվիլի երկուս ծրագիր է հակապետական, շատ ուղիղ պետք է ասեմ, որ Սամվել Կարապետյանը առաջին նաեւ քայլով խախտում է Հայաստանի սահմանադրությունը եւ Հայաստանի օրենսդրությունից դուրս է եւ բարձր է իրան դնում։ Ես նույնիսկ կարծում եմ, որ այսպիսի քաղաքական ուժ առհասարակ չպետք է գրանցվի ընտրություններում մասնակցի, հավելյալ այն դեպքում, երբ արտաքին հետախուզության ծառայությունը նաեւ հաստատում է, որ սա փաստացի օտար պետության ծրագիր է։ Փաստորեն կարող ենք մենք նաև այս հայտարարությունով եւս մեկ անգամ համոզվել, որ մեր հայրենակիցները
Մոսկվայում չեն կարող անկախ ապրել, անկախ լինել, անկախ գործունեություն ծավալել։ Փաստորեն հայտարարության մեջ նշվում է, որ հատուկ ծառայությունների անունից նաև ներկայանալով եւ այլն այս ճնշումները բանեցվում են։ Այսինքն նրանք, ովքեր գալիս են այստեղ, փորձում են հետագայում անկախ Երևալ, ցույց տալ, թե իրենք անկախ գործունեություն են ծավալում, իրականում այդպես չէ։ Իհարկե մենք գիտենք ձեր ասին, որ Ռուսաստանը բռնապետություն է, որտեղ որ հատուկ ծառայությունները վերահսկում են ամբողջ հանրության գործունեությունը, եւ մենք նույնիսկ գիտենք, որ նույն Սամվել Կարապետյանը երբեք չէր կարողանա վաստակել միլիարդները Ռուսաստանում, եթե չենթարկվեր հատուկ ծառայություններին Ռուսաստանի։ Այսինքն այդ տրամաբանությամբ, ինչպես նաև հիշում եք, վարչապետը երբ այցով էր նաև Ռուսաստանում, այդտեղ ցույցեր էին կազմակերպել դեսպանության առջև, եկեղեցիներն էր ակտիվ մասնակցել, եկեղեցիների մոտեր էր Եզրած Ներսիսյան KGB-ի գործակալի ուրեմն ղեկավարությամբ ի աջակցություն իրեն նաև ցույցեր են կազմակերպվել, այսինքն մենք կարող ենք հստակ արձանագրել, որ Ռուսաստանը աջակցում է այդ գործընթացին եւ փորձում է ճնշում կիրառել Հայաստանի դեմ։ Մենք այստեղ պետք է ասենք, որ բոլոր մեր հայրենակիցները, ով հասկանում է, որ իրանց համար հայրենիքը Հայաստանն է, ուրեմն իրանք ունեն հնարավորություն գալ եւ Հայաստանում ապրել, եթե իրանց վրա ճնշումներ են կիրառում։ Բայց եթե այդ մարդիկ իրանց համար իրանք ընկալում են, որ իրանք Ռուսաստանի շահը պետք է անցկացնեն, ի վնաս Հայաստանի շահի, ես համոզված եմ, որ հայկական պետությունը այդ դեպքում չպետք է նայի որևէ ուրեմն մարդու ազգությանը, ծագումին, այլ պետք է նայի ինքը զուտ Հայաստանի Հանրապետությանը օգուտ է բերում, թե վնաս, եւ եթե վնաս, ապա դա պետք է կանխվի ամենախիստ ձևերով, որովհետեւ այստեղ ազգության հարց չէ, հա, այստեղ հարցը նրանում է, որ եթե մեր այս դեպքում պետականությանը ճշտամական ուրեմն դրսևորում ունեցող կողմը, կրկնում եմ, պետականությանը, այլ ոչ թե խոսքին ազգին եւ այլն, օգտագործում է մեր ազգի ներկայացուցիչներին, ապա դա ամենավտանգավորն է եւ դրանից հետո այդ մարդիկ արդեն չեն կարող ընկալվել ինչպես մեր հանրության մաս, ուստի համոզված եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ պաշտպանենք այդպիսի գործընթացներից, այդ թվում սահմանափակվի մասնակցություն ընտրություններում, այդ թվում ֆինանսական հոսքերը վերահսկվի, ես դրա մասին բազում անգամ ասել եմ եւ ես ակնկալում եմ, որ այդպիսի քայլեր կլինեն, որովհետեւ աննկարագրելի, տեսեք, վերջի տվյալները կա, հա, Այրայի հարցումի հանրային, եւ ես համարում եմ, որ այդ տվյալները հիմնված են զուտ նրա վրա, որ կարճ ժամանակահատվածում ոչ թե Սամվել Կարապետյանը եւ իր թիմը կարողացել է որևէ օրակարգ ներկայացնել կամ որևէ իրականում տարբերվող, մենք նույնիսկ ի վերջո չգիտենք իրանց մոտեցումները ոչ թրիփի հետ կապված նորմալ չեն հստակեցրել, ոչ եվրոինտեգրման, ոչ արևմուտքի հետ հարաբերությունների, տեսեք, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ մենք Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի հետ դաշինքում պետք է լինենք։ Վրաստանն էլ այսօր պրոռուսական պետություն է, հա, ցավոք դարել ռուս օլիգարխ Իվանիշվիլու ղեկավարության ներքո։ Այսինքն եւ ասում է Սամվել Կարապետյանին պետք է աջակցել։ Հիմա այստեղից հարց է առաջանում։ Այսինքն Սամվել Կարապետյանը Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի հետ միասին հակաարևմտյան եւ պրոռուսական Վրաստանը այստեղ նկատի ունեն, միասին դաշինք կազմելու օրակարգ ունի եւ դրա վրա մենք պատասխանները չունենք։ Ուստի ես համարում եմ, որ այդ աջակցությունը, որը այս պահին մենք տեսնում ենք, որ այդ տվյալներում կա, գալիս է զուտ մեկ բանից՝ ֆինանսական միջոցներ ծախսելուց եւ հանրային կարծիքի վրա ազդելուց եւ ես համարում եմ սա արդար չէ։ Ընտրությունները պետք է արդար լինեն։ Իսկ արդար ընտրությունները չի նշանակում, որ որևէ մեկը, ով նույնիսկ ինքը ելույթներ չունենում եւ արհեստական բանականությունն է իր փոխարեն ելույթ ունենում, դա առհասարակ նաեւ երևի սահմանափակված պետք է լինի ընտրությունների գործընթացում, որովհետեւ հաստատ այն մարդը չէ իրեն վարչապետ պատկերացնող կամ առաջնորդ երկրի պատկերացնող, ով պետք է արհեստական բանականության միջոցով մարդկանց հետ խոսի եւ այլն, թող սովորի հայերեն եւ հայերեն խոսի, պետք է սահմանափակվի այդ հնարավորությունները ընտրություններում մասնակցելու ֆինանսական հոսքերը, որովհետև այդ դեպքում մնացած քաղաքական ուժերը, ընդդիմադիր նաև ուժերը եւ այդ թվում քաղաքացիական պայմանագիրը հավասար պայմաններում չի հայտնվում։ Ուրեմն իշխանությունը հավասար պայմաններում բոլորի հետ փորձի հանրային աջակցություն ստանալ եւ այդ թվում ֆինանսական աջակցություն հանրությունից
Իսկ ռուս օլիգարխը ռուսական գումարները այստեղ Կիրիենկոյի կողմից եւ ուրիշ այդտեղ բարձր պաշտոնյաների Ռուսաստանից տրամադրած բերի $100-ավոր միլիոն այստեղ ծախսի, որ հանրային կարծիք ձևավորի եւ մարդկանց գնի նախորոք միջև ընտրությունները, ձայները գնի եւ իշխանությունները որևէ բան չանեն։ Պարոն Թոմասյան, եթե ձեր կարծիքով օրինակ արտաքին հետախուզական ծառայությունը իր հայտարարությունով ակնարկում է ռուսաստանցի օլիգարխի թիմին, կարող ենք եզրակացնել, որ փաստորեն խաղադրույքը մեծամասամբ հենց նրա վրա է արվում, ոչ թե օրինակ երկրորդ նախագահի, ով ոչ պակաս պրոռուսական կեցվածք ունի, այնտեղ դաշտում շատ ուժեր կան, որոնք էլի այս գիծն են տանում, բայց ամեն դեպքում ստացվում է նրան, որ Ռուսաստանը, այսպես ասած, ձևակերպեն ոտու ձեռ է ընկել հենց Սամվել Կարապետյանի համար։ Այո, դա ակնհայտ է եւ ի սկզբանե իրանք հասկացան, իրանք ծրագիրը հիշեցնում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ էր ուզում ինքը առաջնորդ լինել, բայց արդեն հասկացան, որ դա օգուտ չի բերի։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ հոգեվորական պետք է առաջնորդի գործընթացը, քաղաքացի Բագրատ Գալստանյանին բերեցին քաղաքականություն Կտրիչ Ներսիսյանի աջակցությամբ, տապալվեց այդ գործընթացը, նույնիսկ ահաբեկչություն էին պատրաստում, դրանից հետո Կտրիչ Ներսիսյանին, Էդգար Ղազարյանը խոսքին կոնկրետ եւ ուրիշները առաջարկում էին, որ վարչապետի տեխնացու դարձնեն, այսինքն նախընտրական գործընթացում եւ դրանից հետո երբ արդեն վարչապետի ղեկավարությամբ, հանրության նաեւ մասնակցությամբ ակտիվորեն Կտրիչ Ներսիսյանի ուղղությամբ ճիշտ քայլեր արվեցին, որ մեր եկեղեցին Կտրիչ Ներսյանի եւ իր փոքրիկ խմբակից ազատագրենք, ապա այդ թեզն էլ մենք տեսանք, որ օրակարգից դուրս եկավ եւ իրականում բերեցին Սամվել Կարապետյանին, որ Իվանիշվիլի 2 ծրագիրը կրկնեն եւ դրանով ուրեմն իշխանություն զավթեն եւ հիմա երբ նույն այդ վերջի տվյալները կան, չէ, այրայի, դա իմ պատկերացումով տալիս է իրանց համար մեկ ձևաչափ, որ իրանք փորձելու են միավորվել բոլորը, Էդմոն Մարուկյանի կողմից հանրային ասած օրակարգով բոլորը միավորվեն, բոլորը գնան քաղաքացիական պայմանագրի դեմ, եւ ես կարծում եմ, որ այդ միավորումը, եթե ստացվի, բայց մեծ է հավանականությունը, որ ստացվի, կլինի հենց Սամվել Կարապետյանի շուրջ, եւ Լևոն Պետրոսյանի այդ հայտարարությունները իզուր չէր հենց Սամվել Կարապետյանի ճակերտներում հաղթանակի մասին, իբրև այդպիսի հավանականության կա։ Իհարկե չկա այդպիսի հավանականություն, բայց վտանգ կա, որ բոլոր այդ ուժերը կարող են համախմբվել եւ միավորվել ռուսական ուժերը, ռուսական գործակալական ցանցը Սամվել Կարապետյանի շուրջ, եւս մեկ անգամ ես խնդիր չեմ տեսնում դրանում։ Որևէ խնդիր չկա, ժողովրդավարություն է, ժողովուրդը իրանց կմերժի։ Եթե նույնիսկ բոլորը միավորվեն, բայց խնդիրը ինչու է, Սամվել Կարապետյանը անսահման ֆինանսական ռեսուրսներ է ծախսում։ Բոլորը եթե միավորվեն այդ հսկայական ռեսուրսների միջոցով իրանք կարողանալու են մանիպուլացնել, ազդել հայկական հանրության ուրեմն վրա, նաև բերել մարդիկ, ով կքվեարկի ընտրություններում։ Իշխանությունները անելիք ունեն, առաջինը սահմանափակել բոլոր ձևերով օտար պետությունից եկած մարդիկ, ով ուզում են գալ քվեարկել եւ ազդել ընտրությունների ուրեմն արդարության վրա։ Երկրորդը օտար պետություններից գալիս է այստեղ ցույցերի մասնակցելու եւ այլն այդ թվում, դա շատ կարեւոր է, նույնիսկ եթե Հայաստանի քաղաքացի է, այսինքն այստեղ պետք է ճիշտ տրամաբանություն հասկանալ, մոտիվացիան մարդու, եթե ինքը Հայաստանում է բնակվում, ինչ խնդիր, եթե ինքը այստեղ Սամվել Կարապետյանին է ուզում աջակցել, ապա պետք է հասկանալ ինչ կարգավիճակով, բայց բացի դրանից ամենակարևորը արդար իրավիճակ լինի։ Տեսեք, կա ուրիշ ընդդիմադիր ուժեր, չէ՞, ռուսական գործակալական ցանցի մաս չեն։ Հիմա ինչու պետք է այդ ուժերը լինեն հավասար իրավիճակում, քաղաքացիական պայմանագիրը հավասար իրավիճակում, իսկ ռուսական գործակալական ցանցը միավորվի բոլորը Սամվել Կարապետյանի շուրջ եւ ունենան անսահմանափակ $100-ավոր միլիոն, որոնք իրանք կարող են ԶԼՄ-ների վրա ծախսել, իրանց PR-ի վրա ծախսել, իրանց գրասենյակների վրա ծախսել, իրանց նույնիսկ ավելին ասեմ, ես շատ մտահոգված եմ նրանով, որ իրանք ճակերտներում բարեգործությունով են զբաղված այս փուլում եւ փաստացի մարդկանց կաշառում են։ Այո, եւ ես չեմ հասկանում, ինչու չի գործում պատշաճ մարմինները, որովհետեւ դա կաշառք է։ Բարեգործությունի հիմքի վրա կաշառք տալը նույնիսկ կաշառք է։ Պետք չի խառնել իրար այդ բարեգործությունը եւ քաղաքական գործունեությունը։ Զբաղվում է քաղաքականությունով, թող բարեգործությունով չզբաղվի եւ հակառակը։ Կարծում եմ այստեղ պետք է նույն օրենսդրական փոփոխություններ լինեն եւ նախաձեռնություններ, բայց ամենակարևորը ֆինանսական հոսքը սահմանափակվի։ Ես համոզեցնում եմ ձեզ, առանց իրանց միլիարդների Սամվել Կարապետյանը ոչ մեկ է այն առումով, որ մենք չգիտենք առասարակ իր որևէ քաղաքական դրսևորում, հասկանում եք։
Մենք իր քանի քաղաքական ելույթ ենք դիտել։ Ինչ գիտենք ինքը աշխարհակաղակական զարգացումների մասին առհասարակ ինչ է մտածում։ Ոնց կարելի է խոսել մարդու կողմից երկրի ղեկավար դառնալու մասին, երբ մենք առհասարակ իր մասին ոչ մի բան չգիտենք, մենակ գիտենք, որ ինքը նորմալ հայերեն չի խոսում, արհեստական բանականություն է խոսում իր փոխարեն, ունի մի քանի մարդիկ թիմում, ով խոսում են, նաև եւ ունի միլիարդավոր դոլարներ Ռուսաստանում վաստակած, այն էլ ոնց հասկանում եմ, Ռուսաստանում իրան վախեցնում են, որ եթե ինքը այստեղ այդ քայլերը չանի, իրան այդ գումարը իրանից կխլեն։ Այսինքն, արեք սահմանափակենք իր այդ գումարները եւ դրանից հետո հավասարի պես բոլորի հետ լինի նախընտրական գործընթաց եւ տեսնենք ինչ արդյունքներ կլինի ի վերջո, ուրեմն այդ ընտրությունների հետևանքով, բայց եթե հավասար պայմաններ չէ եւ ինքը հարյուրավոր միլիոն դոլար այստեղ կարող է ընտրությունների համար ծախսել, ապա սա ստացվում է, որ իշխանությունները թույլ են տալի ընտրությունները կեղծի ընդդիմությունը։ Սա ցավոքի ո՞նց պատկերացնենք այսպիսի բան։ Դուք այսպիսի բան պատկերացնում եք, որ կամ ուրիշ պետությունում կամ նույնիսկ ուրիշ ժամանակ Հայաստանում գոյություն ունենալ այսպիսի բան։ Իհարկե ոչ, ուստի չի կարելի թույլ տալ, որ ընտրությունները կեղծվեն հիմա։ Մենք գիտենք, որ իշխանությունը Հայաստանում ընտրություններ չի կեղծում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո։ Բայց հիմա ընդդիմությունն է ուզում ընտրությունները կեղծել գումարի միջոցով։ Պարոն Թոմասյան, շատ կարևոր են այս ընտրությունները Մոսկվայի համար, որ տարբեր հնարքների, տարբեր միջոցների դիմում է այդ ընտրություններում ցանկալի տեխնացուի հաղթանակը ապահովելու համար հիբրիդային գրողները նկատի ունեմ, մեկ թերթեր են տպում Երևանով, մեկ այսպես ասած տարածում իբրև թե ամերիկյան է, բայց Ռուսաստանում տպված, օլիգարխներ են ուղարկում, գումարներ են ծախսում, կուրատոր են նշանակում, ինքներդ գիտեք, թե այս ամիսների ընթացքում ինչեր է արել Մոսկվան, որն է այս ընտրությունների կարևորությունը, որ այս չափ մեծ ռեսուրս է ներդրվում։ Սա պատմական ընտրություններ են, որովհետև իրականում այստեղից է մեր այդ ինքնիշխանությունը, որը վերջի տարիների ամենակարևոր ուրեմն արձանագրված հաղթանակն է քաղաքացիական պայմանագրի, դրա ամրապնդումը, այսինքն այս ընտրություններով կամ Հայաստանը ինքնիշխան կլինի, կամ կվերադառնա գուբերնիայի կարգավիճակով, կամ Հայաստանում թրիփ կլինի, խաղաղություն կլինի, արհեստական բանականության մեջ ներդրումներ, զարգացում, պետական մակարդակով նաև եւ Հայաստանը սուբյեկտ կդառնա, կամ դրա փոխարեն այնինչ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, կլինի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան այսպիսի շղթա, որտեղ որ Վրաստանը արդեն գուբերնիայի կարգավիճակ ունի, հաստատում եմ ձեզ հենց Վրաստանից եւ Հայաստանն էլ ուզում են նույն կարգավիճակը լինի, որտեղ որ իրանք ուզում են, որ մենք Իրանի հետ, որը տեսնում եք ինչ իրավիճակում է գտնվում։ Իհարկե, մենք ցավում ենք, որ Իրանի ժողովուրդը այս իրավիճակում է, բայց Հայաստանը մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանի հետ այսպիսի նույն տրամաբանության մեջ հայտնվի, կամ Ռուսաստանի հետ Ուկրաինայում այդ պատերազմի տրամաբանության մեջ։ Ուստի իրանք ուզում են Հայաստանը դրա մաս դարձնել եւ ավելին ասեմ, այդ իրավիճակով Ռուսաստանը ուզում է նաև Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի վրա լծակներ ունենա եւ Արևմուտքի վրա լծակներ ունենա, որտեղ թրիփի փոխարեն, որտեղ որ հիշեցնեմ, որ Հայաստանն է ինքնիշխանությունը պահպանում, Ամերիկայի հետ միասին ենք իրականացնելու այդ գործընթացը, իրանք ուզում են այնինչ Էդմոն Մարուկյանը բացահայտ ասել, նոյեմբերի 9-րդ կետով ռուսական ՖՍԲ-ին փոխանցենք, այսինքն հրաժարվենք Հայաստանի ինքնիշխանությունից, Ռուսաստանին փոխանցենք այդ ճանապարհը, Երևանում էլ իրանց գեներալ գուբերնատոր լինի այստեղ օլիգարխ որևէ մեկը, ով կղեկավարի եւ դրանից հետո ուղիղ ասեն, նոր ընտրություններ այլևս չի լինել։ Ընտրությունները դրանից հետո կեղծվելու են Հայաստանում նորից, եթե իրանք հաղթեն։ Եվ ավելին ասեմ, իրանք ամեն ինչ կանեն, որ հեղափոխության նոր փորձել թույլ չտան հայ ժողովրդին։ Այսինքն խոսք է գնում հայ ժողովրդից ընտրության իրավունքը, ժողովրդավարությունը խլելու մասին։ Ինչը մենք տեսանք Վրաստանի դեպքում, եւ ինչը սարսափելի է, եւ հիմա իրանք ուզում են Հայաստանը դա անել, որովհետեւ իրանք ուզում են այդ լծակը ձևավորել։ Եվ ես ասեմ մեր հանրությանը, որ եթե դա տեղի ունենա, մենք դառնալու ենք թիրախ Ռուսաստանի պատճառով պատժամիջոցների ուղղությունով, Իրանի պատճառով, Իրանի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունենալու պատճառով, բացի դրանից, որ Հայաստանը խոչընդոտելու է Կենտրոնական Ասիայի հետ կապը, համոզեցնում եմ ձեզ, մենք նորից դառնալու ենք Ադրբեջանի հետ խնդիրներ ենք ունենալու եւ կարող է թիրախ դառնանք, եւ այդ ուժերը մենք նաեւ տեսնում ենք, որ խաղաղության օրակարգի փոխարեն նորից հակամարտության տրամաբանություն են ուզում վերականգնել, եւ այդ տրամաբանությամբ
մենք Ադրբեջանի հետ նորից հակամարտության մեջ կարանք հայտնվել եւ այդ իրավիճակում լրջագույն վտանգ կա նորից պատերազմի կամ ռազմական գործողությունների եւ այդտեղ մենք տեսնում ենք իրանց ծրագրի վերջնական նպատակը Վիտալի Բալասանյանը ռուսական գործակալը բացահայտ ասեց Էջմիածնում այն էլ գնաց Կտրիչ Ներսյանի մոտ եւ ասաց մենք պետքա միութենական պետության մաս դառնանք Հացի ասում են Հայաստանը պետքա չլինի պետքա Հայաստանը լինի Ռուսաստանի մաս Ռուսաստան պետք է դառնանք վերջ Հիմա ես նաև հարց ունեմ քաղաքացիական պայմանագրին։ Մարդը, որ դուրս է գալի այսպիսի հայտարարություն է անում, Հայաստանի պետության դեմ, ինքնիշխանության դեմ եւ այլն։ Ինչու այդ մարդը ազատ առհասարակ։ Շնորհակալություն պարոն Թոմասյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թոմասյանի հետ կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար